Բարև ձեզ։ Ձեզ կներեք երիտասարդ, բայց առանց զույգի թողնել չեմ կարող։ Ինչի՞։ Մեր ռեստորանի կարգն է այդպեսին։ Բայց ես մենակ չեմ, ժամադրված եմ։ Պիտի գա։ Իսկ դուք համոզված եք, որ կգա։ 7 տարի իրար չենք տեսել, ինքը հենց եկել Ամերիկա առաջինը ինձ ազանգել։ Ոնց չի գա։ Դե լավ։ 15 րոպե, եթե չեկավ։ Ինքը Երևանից է, գոնե կես ժամ։ Լավ, հանում Երևանի կես ժամ։ Շնորհակալ եմ։ Այո։ Ալո Դավիթ, Գարիկն է։ Ես ինչ ես մենակ նստել։ Արի միացի մեր սեղանին, ամել մի բաժակ բան խմես։ Գիտես ում եմ սպասում, Նունեին։ Ում։ Հիշում ես, նույնչո ենք ասում, ես երկու օր Երևանից եկել է։ Օ, բան ինչ ես մառանում ժամադրել։ Տանը Studio City, հաշիվը բացեի։ Չէ, ուզում եմ ստեղ մառանում մեր հին Երևանը հիշի։ Ու մեր սերը։ Սերստան ջոխան ուժդան, լացված երազում, այս գիշերը լուսացավ, աչքերիս լույսով, ինձ հետ բոլոր աստղերը, քեզ էին իշել, արցունքիս մեջ քեզ նորի, Պարզվում է, կարոտել ենք տեսա այս գիշեր, Լսի, ես ինչ սիրուն ու ծանոթ տեղ է։ Իմ մազերի մեջ ես կանցեցի քո մատներն են Չնայած լիքը հայկական ռեստորաններ կան Լոսում, բայց մեր անցած գնացած սովերի կարոտը մառան ռեստորանից է մառան։ Իսկ քեզ միշտ կարոտում եմ որպես նույնչո։ Ես էլ քեզ եմ կարոտել։ Չնայած գալուցդ մի ամիս հետո երբ էլ չզանգեցիր, փորձեցի մոռանալ քեզ։ Լավ, էլ մի խորացի անցյալի մեջ։ Հիմա ամով բաներ ենք ուտելու։ Սա մեր ռեստորանի տնօրինության կողմից ձեր գեղեցիկ հանդիպման համար։ Իսկապես ոնց որ մեր հին Երևանում լինեմ։ Երևի թեթևից սկսենք, հա, ասենք օրինակ Իշխան Ձկից։ Թեթևից։ Հա, լսի, աղջիկդ քեզ նման է։ Ինձնից սիրուն է, մորն է քաշը։ Սիրուն կին ունես, հա։ Դու ինչ հայր ամուսնացավ։ Հետո բաժանվեցինք։ Ինչևէ, ես Կիևյան կոտլետ եմ ուտելու։ Հիմարի մեկն է եղել, բամարդ քեզանից կբաժանվի։ Իսկ դու։ Ես էլ եմ հիմար։ Չէ, հարցնում եմ ինչ ես ուտելու։ Հա, երևի ասետրին է։
գործը լավ է, փողը կա, Vegas-ել ամեն շաբաթ ֆլայեր է գալի, թե համեցեք մեր հյուրանոցները, որոնք ձեր համար անվճար են։ Ինչքան օտար է Դավիթը։ Ինչ է խոսում, ինչի մասին է խոսում։ Տեսնես Ամերիկան է փոխել։ Էսերնա Իզվեշյանը չի։ Սերս տանջող անուշ ձայն լացված երազով այս գիշերը լուսացավ աչքերիս լույսով Ինչ եղավ ծանոթ են։ Մի թեթև։ քեզ էին իշել Ստեղ այլի, որ ընկերությունը պետք է թեքեր անի։ արցունքիս մեջ Կներես հիմա կգամ։ տեսա այս գիշեր Դավիթ, Յա, Գարիկ, ինչ ես անում ստեղ։ ես լավ էլ հանդիպեցինք, հա ստե մառանում։ Ինչո հիշում ես Գարիկին։ Մեր զուգահեռ դասանից էր, բոքսի հայատից էր։ Կհիշես, եթե մեր փոխի գագոին էր տվել աշխարհը կապտացել էր։ Անի ես Չի հիշում, դե ոնց հիշի։ Ինքը շատ սիրուն էր։ Ու ես այտենց էլ ռիսկ չարեցի իրան ասեմ դրա մասին։ Օհա, ոնց որ հիշեցի քեզ։ Ես քեզ առաջին անգամ կազիրոկում եմ տեսել։ Սենց խուճուճ մազեր ունեիր։ Չասացիր այդ ովքեր էին։ Հեչ կնոջս ընկերուհին էր իր ամուսնու հետ։ Դրա համար հին ծանոթներից հիշեցիր։ Փաստորեն ինչ ստացվեց։ Գարիկին կանչեցի, որ կնոջս հետ պրոբլեմ չունենամ, բայց հենց Գարիկն է դառնալու պրոբլեմ իմ ու Նունչոյի միջև։ Դե արի ու հիմա սրա տակից դու սարի։ Լավ, հույս ունեմ, որ Նունչոն ճիշտ կհասկանա այս իմ վիճակի բարդությունը։ Թե չէ մնաց բարով Նունչո։